Նկատել եք, որ թշնամին ստեղծագործ չէ, բայց նա շատ հետևողական է և իրականում կրկնվող։ Տարբեր դեմքեր, բայց երբեմն նույն օրինաչափությունները։ Նա ձգտում է հարվածել ձեր մարմնին, տանջել ձեր միտքը, խարխլել մեր հարաբերությունները, պղծել մեր մաքրությունը և նույնիսկ ձախողել մեր կոչումը։ Աստվածաշունչն ասում է, որ պետք չէ անտեղյակ լինել սատանայի ծրագրերին, ինչը նշանակում է, որ կան ծրագրեր, կան օրինաչափություններ, կան դավեր։ Գրքում շատ անգամներ ոգիները նկարագրվում էին իրենց գործառույթով պիղծ ոգի, տկարության ոգի, ստախոս ոգի, գուշակության ոգի։ Ահա 10 կատեգորիաների համակարգը, որը շատ ազատագրման ծառայողներ օգտագործում են զանազանման համար։ Այս կատեգորիաները ախտորոշում չեն, այլ օրինաչափությունների ճանաչում։ Համար 1-ը տկարությունն է։ Դա այն է, երբ դևերը հարձակվում են ձեր մարմնի վրա հիվանդությամբ, թուլությամբ և քրոնիկ ցավով։ Համար 2-ը մահն է։ Դա այն է, երբ առկա է ինքնավնասում, բռնություն, անխոհեմ ընտրություն, հուսահատություն և վաղաժամ մահ։ Համար 3-ը մտավոր և հուզական տանջանքն է։ Դա այն է, երբ կա մշտական վախ, խուճապ, ծանրություն, շփոթություն և դատապարտություն։ Համար 4-ը վարքագծային ամրոցներն են։ Կան կատաղության փուլեր, վերահսկողություն, մեկուսացում, վախեցում և քրոնիկ կախվածություն մարդկանց հաճոյանալուց, ինչը պարզապես նորմալ չէ։ Համար 5-ը կախվածություններն ու կապանքներն են։ Կախվածություն նյութերից, պոռնոգրաֆիայից, մոլախաղերից, կրկնվող փուլեր և պարզապես ստրկություն։ Համար 6-ը սեռական անմաքրությունն ու պղծությունն է, հեշտասիրություն, գաղտնի երկակի կյանք, ամոթ, շնության փուլեր։ Համար 7-ը հարաբերությունների խզումն է, մերժում, վիրավորանք, դավաճանություն։ Համար 8-ը դառնությունն է, դժգոհություն, ներքին ուխտեր։ Համար 9-ը խաբեությունն ու հպարտությունն է։ Դա այն է, երբ դուք հավատում եք կեղծ վարդապետությանը, և հոգևոր հպարտությունն է, և դուք ունեք կուրացած միտք։ Եվ վերջինը այն է, երբ հարձակում կա ձեր ընտանիքի և ձեր ճակատագրի վրա երկպառակության, տարաձայնությունների և սերնդային փուլերի, ինչպես նաև ուշացումների միջոցով։ Այսպիսով, ենթադրենք, դուք ձեր կյանքում նույնականացնում եք այս կատեգորիաներից մեկը։ Որպես քրիստոնյա դուք հնազանդվում եք Աստծուն։ Դուք ապաշխարում եք, եթե որևէ կերպ համագործակցել եք ստի կամ թշնամու հետ։ Դուք ներում եք, եթե կա որևէ աններողամտություն։ Դուք հրաժարվում եք ցանկացած բաց դռնից, կամ ցանկացած երդումից կամ ցանկացած ուխտից, որը կնքել եք օկուլտիզմի կամ խավարի հետ։ Եվ այնուհետև դուք դիմադրում եք սատանային։ Դուք ձեր կյանքում փոխարինում եք այն բաները, որոնք նախկինում գտնվում էին թշնամու ազդեցության տակ, Աստուծով։ Բայց ես նաև կներկայացնեմ մի շատ գործնական բան։ Շատ մարդկանց համար այս բոլոր բաները, եթե նրանք անում են, պարզապես կթուլացնեն այդ խնդիրը, բայց չեն վերացնի այն, քանի դեռ իրականում որևէ մեկը չի ծառայել նրանց համար։ Եվ ազատագրման ծառայությունը նրա համար չէ, որ դուք կախված լինեք մարդուց, այլ այն, որ ավետարաններում մենք տեսնում ենք, թե ինչպես է Հիսուսը դևեր հանում այլ մարդկանցից։ Դուք չեք տեսնում դիվական ոգիներից ազատվելու այնպիսի մոդել, որը տեղի է ունենում Աստծո հետ հանդիպում ունենալու, ձեր միտքը նորոգելու, գիտեք, պարզապես դրական մտքերի վրա կենտրոնանալու, ձեր ինքնությունը բացահայտելու միջոցով։ Այնպես որ աստվածաշնչյան առումով, նոր կտակարանում, մարդկանցից դևեր հանելը միշտ ունեցել է մեկ օրինաչափություն օրինակ բերված Հիսուսի կողմից։ Եվ դա է դևեր հանել մեկ այլ անձից Հիսուսի անունով, Սուրբ Հոգու զորությամբ։ Այնպես որ եթե դուք զգում եք այս հարձակումները, գիտեք, ազատագրում փնտրեք մի եղբորից կամ քրոջից, ով կարող է աղոթել ձեզ համար։ Դա մեր հավատքի թուլությունը չէ, դա մեր հնազանդությունն է Աստծուն և սատանային դիմադրելը։ Եվ ես ուզում եմ երախտագիտություն հայտնել նրան, ում պատկանում է հեղինակությունը։ Այս 10 բաները, որոնք ես նշեցի, այս տեսակ կառուցվածքային թրեյնինգը դասավանդվում է ազատագրման շրջանակներում, բայց դոկտոր Բոբ Լարսոնը տասնամյակներ շարունակ շեշտադրել է այս համակարգը։ Եվ նա նաև ունի մի ամբողջ դպրոց, որը կոչվում է Բոբ Լարսոնի համալսարան։ Ես անցել եմ դա, բացարձակապես սիրում եմ այն և խորհուրդ եմ տալիս բոլորին, ովքեր ցանկանում են աճել ազատագրման մասին հասկացողության մեջ։ Համեցեք և պահպանեք այս հոլովակը, և կիսվեք սրանով մեկի հետ, ով կարիք ունի աճելու զանազանման մեջ։